Ընտրություններից հունիսի 7-ին, ինչպես արդեն գիտենք, խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան եւ փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւս 5 տարի պետք է կառավարի իշխանության լինի։ Արդյոք սրա համար էր այն պայքարը, որը տարվեց եւ արդյոք սա պետք է լինի ճիշտը։ Իրականում սա դատավճիռ էր, որովհետեւ նրան գոնե հասկացել ենք, որ պարտվել են նրանք եւ ձայն չստացան այնպես, ինչպես ուզում էին, այսինքն այդ մեծամասնությունը չձևավորեցին եւ այն թիվը, որ նկարել են, այդտեղ էլ որոշակիորեն խախտումները տեսանք, որոնք կան, որոնք բարբերաբար ներկայացվում են, այսինքն մեծ հաշվով իրանք մերժվել են հայ ժողովրդի կողմից, իսկ նրանք ովքեր ԿՊ-ին ձայն են տվել, գիտեք, տպավորություն ունեմ, երեխաներ կան, որ խաղում են խաղալիքը, հետո ինչ-որ պահի ուզում են կոտրեն, տեսնեն մեջը ինչ կա։ Հիմա դրանք ուզում են այս Հայաստանը փշրեն, ջարդեն, մասնատեն, տեսնեն ինչ կար։ Մեջը այդ տպավորությունն է, որովհետև սրանք որևէ բան չասեցին Հայաստանը զորացնելու այս դժվարին ժամանակներում կարողանալու ելքել գտնել, հաղթականություն գտնել, ի վերջո պարտվողականությունը դադարեցնել, իսկ մենք տևականորեն միայն մի բան ենք լսում, որ նրանք գնալով պիտի հանձնեն այս տարածքը, մյուս տարածքը, սա որևէ բանով խաղաղության նշան չէ եւ այդ խաբեությունը, որը եղավ, որով ասացին, թե նրանք այս խաղաղությունը պիտի պահեն, այդ սրտիկները, որոնք ոչինչ չեն նշանակում, որոնք դուրս են մեր ուրեմն մենթալիտետից, որոնք մեր մշակույթի մեջ նման բաներ չկա, այդ կեղծ ժպիտներ, կեղծ սրտիկները սուտ բաներ են, մենք սուտ բաներով չենք ապրել, բայց քանի որ սրանք ստի կայսրությունն են կերտել, այդ ստի կայսրության մեջ ամեն ինչ սուտ է, կեղծ է, խաբեություն է, շարլատանություն է, ինչը տևականորեն տեսնում ենք։ Եվ հիմա ինչով են սրանք սպառնում են դատավարություններ, սպառնում են, որ հետապնդումներ են լինելու, էս են լինելու, դե կանեն, որովհետև եթե դարակազմիկ հանցագործներին մենք անպատիժ ենք թողել, նրանք մեծագույն ոճիրն են գործել հայ ժողովրդի հանդեպ, ինչը չեն կարա շրջանցեն լինելու է դրա հատուցման օրը այդ կատարած ոճիրի պատասխանը լինելու է, այն է հազարավորների կյանքը խլեցին եւ հիմա ցինիկաբար ասում են դա Ադրբեջանն է, այն ժամանակ ուրեմն Սարդարաբադն էր մեր, այսինքն այդ փոքր ժամանակահատվածում այդպես արագ կարծիքներ փոխելը դա քաղաքականություն չէ, դա քաղաքական գործիչի դրսևորում չէ, դա շարլատանություն է։ Եվ եթե մենք շարունակում ենք հետևել սրանց գործերին, մենք ընդհանրապես պետք է հերթական կորուստ արձանագրենք, իսկ եթե կուզեք իմանաք, ես տեսնում եմ ինչ հայտարարություն է անում մեր թշնամի երկիրը, Ալիևը, ինչեր է ասում, Երևանն է իրենը, Սևանն է իրենը, այսինքն նա բացահայտ ասում է եկեք Բաքուն վերցրեք, նա դա է ասում, բայց քանի որ այստեղ քաղաքական ուժ չկա եւ ուժ ընդհանրապես չկա, չեն կարողանում դրա պատասխանը տալ, որ այդտեղ համբերի, մի քիչ համբերի գան քեզ էլ կուղարկեն քո հանգստավայրեն էլ եւ կազատագրեն քո ժողովրդին էլ։ Տեսեք, այս պահի դրությամբ էլ վերահաշվարկ է ընթանում, ընտրությունների քվեները վերահաշվարկվում են, սա կարող է ինչ-որ բան փոխել իրավիճակը։ Դա չեմ կարծում, որովհետև մենք մնացինք նորից ստի ճիրանների մեջ, նրանք ձևը գտան, այնուամենայնիվ այստեղ պիտի խոստովանեմ, որ այո, ընդդիմությունը այդքան կամք եւ ուժ չունեցավ, որպեսզի կարողանա ժողովրդի քվեն, ուրեմն հաղթանակը ապահովել։ Չկարողացավ, պարզապես չկարողացավ։ Այդ դեպքում այդքան վստահ, որ կարողանալու են հաղթանակի հասնել։ Դա այդ վստահությունը փաստով չարձանագրվեց, այսինքն նրանք տեսնում են ինչ խախտումներ է եղել, ես գոնե տեսա, որ համացանցում 0 ստացած կուսակցությունը, որը ԿՊ-ն է 700 քանի ձայն են գրում, սա խայտարակություն է, իսկապես եւ որոշ տեղամասերում ընդհանրապես որոշ ուրեմն կուսակցությունների քվեն հանել էին, ընդհանրապես գոյություն չուներ, այդ թերթիկը գոյություն չուներ, այսինքն ընտրախախտումներով էր անցել եւ նրանք նորից վերարտադրվեցին։ Նրանց մռութները, որ մենք տեսանք, իրանք հասկացել են գոնե մի բան, իրանք պարտվել են, դա իրանք գիտեն եւ իրանք ընդհանրապես գնացին հաջորդ քայլին։ Իսկ դա լավ բան չի խոստանում հենց նրանց համար, ովքեր ժողովրդի քվեն կեղծում են, մենք դրա փաստերը տեսել ենք, եղել են եւ հիմա նորից ականատես ենք լինելու, ես չեմ կարող ասել ժամանակի որ հատվածի մեջ դա կլինի, բայց անպայման լինելու է, որտեղ տևականորեն սուտը կեղծիկը խաբեությունը իշխել չի կարող։
Եվ խոսենք այսօրվա դատական նիստից, ինչ սպասելիքներ ունեք, քանի որ նախորդ դատական նիստին Սրբազան հոր կալանքը փոխվեց, նրան տնային կալանք տվեցին, արդյոք կարելի է սպասել, որ առհասարակ կհանվի կալանքը։ Այդ կալանքների տարատեսակները, չգիտեմ, խուց եւ տնային կալանք, մյուսը Սրբազանի դեպքում չեն գործում, որտեղ Սրբազանը որտեղ լինի ազատ մարդ, այդ իրենք են կալանավորված, ազատության մեջ, զեղության մեջ, այդ գլուխները, որ խոթում են, այսեն լապի մեջ, իրենք կալանավորված վիճակում են եւ իրենք դա հասկանում են։ Սրբազանը, երբ որ արդեն իրենց իրավաբանական լեզվով ասած կալանքի տակ էր եւ ընտրություններ էր գնում, ես այնքան էլ հույս չունեի, որ արդեն արդյունքներ կարձանագրեն, որտեղ նախ եւ առաջ այդ ընդդիմությունը պետք է կարողանար այս հզոր հոգեվոր առաջնորդին ազատել, այսինքն գնալ արդարությանը հասնել։ Եթե դրանք դրան չէին մղվել, ի սկզբանե ես հասկանում էի, որ մենք չենք կարող ունենալ ժողովրդի հաղթանակ։ Եվ դա այդպես էլ եղավ։ Իսկ Սրբազանին հիմա որ սրանք այսպես մոտեցում են անում տնային կալանք, նախ ինքը փայլունացած, ես տուն չունեմ եւ իր տունը Հայաստանն է, ինքը որտեղ էլ լինի այդ Հայաստանի մեջ է եւ Հայաստանը իր համար այն երկիրն է, այն արժեքն է, որի համար մեր աչքի առաջ իր կյանքն էր պատրաստ նվիրաբերել, որովհետեւ ավելի մեծ արժեք նա չի տեսնում, նա այն հոգեվորականն է, ով միշտ եղել է հերոսների ծնողների կողքին, ով եղել է հենց հերոսների կողքին, եղել է ռազմադաշտում եւ դրանից հետո տեսեք իր թեմը ինչպես ծաղկեց, ինչպես այնտեղ կարողացավ երեխաներին, մեր մանուկներին, ինչպես կարողացավ հայոց ճիշտ արժե համակարգի կրողները դարձնել մշակույթով, հայկական մշակույթով հարստացնել նրանց, սա իսկապես մեծ գործիչ է եւ մենք բարեբախտություն ունեցանք նման հոգեվորական ունենալու, բայց ցավոք սրտի ահա տեսեք ինչպես են վարվում։ Ես ԿՊ-ից չեմ զարմանում, նրանք այսպես լինեն, որովհետեւ ճշմարտության առաջ իրենք ոչնչանում են, սուտը ոչնչանում է։ Լույսի առաջ խավարը չքվում է եւ ինչպես ինքն էր ասում, երագույնը հաղթելու է սև սպիտակին եւ դա լինելու է եւ Հայաստանը այս նոր Հայաստան, որ Հայաստան էլ չգիտես ինչ են սրանք ուզում կերտել իրենց համար լափաման իսպառողների հացարակություն, դա կարծում եմ որ չի լինելու, որտեղ հոգեվոր արժեքները կորցնելով մենք ամեն ինչ ենք կորցնում, անասնակալած գոյանքների են վերածում, իսկ դրանց մեջ տեսեք կան դրանցից, կան եւ հանգիստ ապրում են եւ իրենք շատ գոհ են, ասում են լափը կա, էս կա, այն կա եւ վերջ։ Արմեն Շոկոյանը մի լավ բանաստեղծություն ուներ, կարծում եմ այսքան լուրջ բաներ ասելուց հետո ես շատ կուզեի Արմենի այս բանաստեղծությունը հնչեցնել, ես այն ժամանակ էլ իրեն ասել էի, որ դու փայլուն ես տեսել քաղաքական իմաստով անգերազանցելի մանկական գործ է, ասում էր կարմիր կով նա մի օր գտավ մի պարաշուտ, վեր ելավ հակավ շուտ, ու սարից մեծ սարից վարձ հատկեց կատարից։ Կարմիր կով, ձեռուբոտ ջարդոտած, նստել է ու տնկտնքում, խոտը կար, ջուրը կար, ինչ ունե իր երկնքում։ Հիմա սրանցն է, սրանց խոտը կա, ջուրը կա, հենց երկինք է պետք, հոգի է պետք, Հայաստան է պետք։